անդրադառնալով այս վճռին, այս վճիռը հասկանալի է, որ միայն սրբազանի դեմ վճիռ չէ, նաև ընդդիմության վճիռն է։ Ինչպես պիտի արձագանքել։ Նայեք, ես որպես այստեղ հավաքված բազմաթիվ քաղաքացիներից մեկն եմ եւ ասել, որ անսպասելի էր սուտա, բայց նաև ասել, որ շոկային է, դա էլ է սուտ։ Չգիտեմ, գուցե էմոցիոնալ անջում իմ հետևությունը մեկն է, մենք ուրեմն լավ չենք պայքարում։ Մենք ուրեմն չենք պայքարում, որովհետեւ ամեն ինչ այս իշխանությունը մարսում է։ Սա հետևությունները պետք է ոչ թե էմոցիոնալ հարթության մեջ, այլ շատ կիրառական։ Ես նորից առանց քաշվելու ասում եմ, ուրեմն պայքարը թերի է, պայքարը լավ կազմակերպված չի, ընդհանրապես էս ինչա կատարում էս երկրում, երկիրը ունի լուրջ փոփոխությունների կարիք, պետք է սարքել լուրջ համակարգ, որ կգնա այդ փոփոխությունների։ Ինչ հետևություններ այս պահին օրինակ դատավորը կարդաց վճիռը սրբազանը դատապարտվեց 2 տարի։ Ընդդիմությունը ինչ պետք է անի։ Ընդդիմությունը չէ, ընդդիմության մաս մենք բոլորս ունենք հետևությունների մեծ կարիք, հասարակությունն էլ, քաղաքական հանրային ինստիտուտներն էլ, անտարբերության այս վիճակը, որ ձևավորվել է երկրում, ոչ մի լավ բանի չի բերելու, շատ վատ բաների է բերելու եւ հետևությունը մեկն է, պայքար ուրեմն թույլ է, շատ ուժեղ։ Դա բարդ թեմա է, ես այս բանից դժվար է, ես էլ եմ որպես սովորական մարդ հիմա մտքերիս հետ սրբազանի հետ հասարակությունն էլ չգիտի ինչ անի, իրեն պետք է ուղղորդել։ Գուցե, լավ բան ասեք, դա մոտավորապես նույն բանը ինչ որ ես եմ ասում, մենք չհակասեցինք իրար։ Պետք է հետևություն արվի, որտեվ այս մեքենան կարա խժռի բոլորին ամեն պահի։ Մի հատ այլանդակ մեքենա է, որը արդեն կարմիր գծեր չունի, բարոյական գծեր չունի, պետք է բոլորս հետևություն անենք, թե անհատական մակարդակով, թե ընդհանուր հանրային։ Աստաբադական թիմը նշեց, որ պատրաստում են բողոքարկել վճիռին, չեք կարծում բողոքարկում։ Այդ հարցերը փաստաբանները, ես չեմ խոսում իրավական, որտեղ ստե իրավական process չկա։ Ստեղ խոսում եմ ընդհանրապես երկրում ստեղծած մթնոլորտի մասին։ Ինչ եք կարծում, եկեղեցու դեմ արշավը ինչ շարունակություն կունենա։ Եկեղեցին լինելու է ուժեղ, կանգուն, դժվար ժամանակները պետք է հաղթահարել։ Երկրորդ, այո։ Նայեք, որպես հակակշռում Փաշինյանը իր իշխանությունը դնում է նժարին, այսպես կոչված խաղաղության օրակարգը։ Այս խաղաղության օրակարգի մոնոպոլիան դեռևս կարելի է ասել Փաշինյանի եւ նրա թիմի ձեռքում է։ Ընդդիմության այլընտրանքը ըստ ձեզ որը պետք է լինի այս փուլում։ Դա շատ բարդ հարց է, ես ինձ ոտի վրա ուղղակի ի վիճակի չեմ, եթե ցանկացած օր հանգիստ զրուցենք, այսօր էսքան էլ իրոք բարդ, բայց կարևոր հարց է։